կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորության թեկնածու Լիլի Մինասյանն է, ողջույն Տիկին Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մինասյան, սկսենք այն բուռն քննադատություններից, որ իշխող ուժի նկատմամբ հենց հատկապես այսօր տեղի ունենում նաև ընդդիմադիր շրջանակներից, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված, խոսքը քարոզարշավի ընթացքում Արաբկիրում վարչապետի ըստ տարբեր որակումների բավականին էմոցիոնալ ելույթներն էին, որոնք վերաբերում էին իր բառերով ասած Ղարաբաղյան կլանին, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, նախ ես հանդիպեցի տարակուսանքի հասնող դիտարկումներ, որ նախ քարոզարշավի ընթացքում քաղաքական առաջնորդները սկսեցին միմյանց վիրավորական արտահայտություններ միմյանց հասցեին հնչեցնել։ Հիմա այդ նույն բաները շարունակվում է պարզապես քաղաքացիների հասցեին, որոնք ինչ-որ դիտարկումներ, հարցադրումներ կան անհամաձայնություններ ունեն իշխող ուժի կամ վարչապետ Փաշինյանի արտահայտած տեսակետների, մտքերի կամ քաղաքականության հետ, հա, դրա վառօրինակ այսօր տեղի ունեցավ եւ խոսքը մասնավորապես վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին, դրա տարբեր դրվագներին, վարչապետը ակնհայտ հունից դուրս եկավ, ընդհուպ մինչև համբալ որակումը կիրառեց եւ նշում էր, հարցադրումներ էր անում, թե ինչու օրինակ Սամվել Շահրամանյանը ինչու է ազատության մեջ, հարցադրումներ էր անում բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե իբրև թե 5000 զոհ է եղել պատերազմին, այդ թվում դրանք Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, Սարգսյան, ինչու նրանք չեն զոհվել, ինչու են նրանք ապրում ու նման բաներ, հա, կարծում եմ բոլորը արդեն այդ տեսանյութերը հասցրել են տեսնել։ Խոսույթի հայտարարությունների մասով ընդհանուր ձեր դիտարկումները, հա, օրինակ ձեր ուժից տարբեր մեկնաբանություններ կան, մասնավորապես թե էմոցիոնալ արձագանք եւ իսկ ինչ է սխալ ասում վարչապետը։ Շնորհակալություն հարցերի համար, ինձ համար ոչ թե խոսքի ձևաչափն է քննարկման առարկա, այլ ընդհանուր տրամաբանությունը ինչի մասին է խոսքը։ Երևի բոլորի աչքից չի վրիպել նաև այսօր առավոտյան տարածված այն տեսանյութը, որ ոմն դիմակավոր անձինք, որոնք պահկվում են իրենց դիմակների տակ, Ղարաբաղի ակցենտով խոսում են նրա մասին, որ պետք է կան եւ կյանքի սպառնալիք են ներկայացնում մեր երկրի ընտրված վարչապետի նկատմամբ։ Ես հուսով եմ նաև քաղաքացիների աչքից չի վրիպել, որ այսօրվա ամբողջ ընթացքում վարչապետին փորձել են մոտենալ, մյուսն էլ դիտավորմամբ գրելով, գրառում անելով խնդրում եմ պարոն Փաշինյանի տեղ ասեք գնամ բմբուլները քամուն տամ, տեսանք ում բմբուլները ու ինչպես քամուն տրվեցին, մի քանի հոգի մոտենում են կոնկրետ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, սուտ տեղեկություններ տալով, զոհերի թիվը մանիպուլացնելով, ծախեցիք, հանձնեցիք թեզերով, փորձում են մարդուն հիմեցանել։ Ես հուսով եմ ոչ մի բան աչքից վրիպել նույն մեկնաբանությունները տվողների եւ այս ամբողջ պատկերի շուրջ մենք կարող ենք քննարկում անել, ինչն է նպատակը, հստակ տրվել է մեսիջ եւ այդ տեսանյութը տարածողների միջոցով, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ զգան իրանց անվտանգային խնդիրը դեռևս լուծված չի, որ կարող են ոմն ավտոմատավորներ փորձեն սպառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետին, որ Ղարաբաղյան կլանը, իսկ որ մենք ասում ենք Ղարաբաղյան կլանը, խոսքը չի վերաբերվում բացարձակապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,000 մեր քույրերին ու եղբայրներին, որի ապացույցն է, որ չի վերաբերվում խոսքը, որ մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսում այդ մարդկանց կեցությունը, հոգսերը, տան հարցը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար։ Երբ խոսում ենք Ղարաբաղյան էլիտաներից, խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր տաքուկ իրանց տանը նստած են եղել, կեսնեն Երևանում ծվարած են եղել պատերազմի ժամանակ, բայց այսօր հագել են Ռեմբոյի շորերը ու դուրս են եկել փողոցներ, փորձում են ցույց տալ, որ իրանք ամենահայրենասերն են եւ Ղարաբաղի մասին մտածում։ Ղարաբաղի մասին մտածելային իշխանությունը, որ 100 միլիարդից ավել դրամ տարեկան գումար է ուղարկել Ղարաբաղ,
ձենքի վաճառքը ապահովել Ղարաբաղին, տղաները տվել զոհվելու Ղարաբաղի համար եւ ամեն ինչ արել է բանակցային սեղանում, որպեսզի կարողանա ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության այնտեղ ապրելու անվտանգ իրավունք։ Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր են որոշել հոխորտալ Ղարաբաղը հետ բերելու եւ ղարաբաղցիների վերադարձի իրավունքը ապահովելու մասին, այդ մարդիկ ծավալած էին իրանց տաքուկ տներում։ Նույն ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի տղաները, նույն Ռոբերտ Քոչարյանի տղաները, որ մեկն է ծառայել բռնակում, որ մեկն է գնացել կռիվ, որ մեկն է Գագիկ Ծառուկյանի տղաները, որ հիմա էլ ծավալած է Լուկաշենկոյի դաչաներում, որ մեկն է դրանցից գնացել բանակ կամ ծառայել, որ իրավունք ունի խոսա կռվից, զոհված տղուց կամ Ղարաբաղի։ Այդ դրա մասին է խոսքը։ Այս ամբողջ պատմությունը դրա մասին է։ Տիկին Մինասյան, այդ համատեքստում շեշտելով Ղարաբաղյան կլանը Փաշինյանը եւս բարբերաբար շեշտում էր հենց Ղարաբաղյան կլան, հա, կամ Ղարաբաղյան էլիտա։ Շեշտում էր, որ դա չի վերաբերվում նաեւ ղարաբաղցիներին ընդհանրական, բայց մեր սիրելի ինքնությունը որոշել է վերցնի այդ թեզը, վերցնի այդ տեսանյութը, հակադարձելով, որ իբր մենք ատելություն ենք տարածում ղարաբաղցիների նկատմամբ եւ այդ տեսանյութը մենք ենք սարքել, մենք ենք ղարաբաղցիներին համոզել, որ նստեն ավտոմատներով այդ կապիկությունները անեն, ասենք մարազմ է, էլի մարազմ։ Ուրիշ դաշտը կոնսոլիդացնելու դաշտում խառնիչ աղանջ մթնոլորտ ստեղծելու հնարավորություն չունեին, փորձում են այս մեթոդներով քաղաքացուն տերորի ենթարկեն։ Իրականում մենք սպասում ենք, որ քան մոտենան ընտրության օրերը, այնքան ավելի բարդ գործընթացների եւ բարդ փուլերի միջով է անցնելու քաղաքացին, սա հիբրիդային արձագանքների նաեւ կոնտեքստում կարելի է դիտարկել, որովհետեւ հստակ տեղեկություններ կան թե այս մարդկանց տեսանյութը որտեղ եւ ինչպես է տարածվել։ Ուզում ասել, ամբողջապես տեղեկատվությունը մենք տիրապետում ենք, շուտով նաեւ հասարակությունը կտիրապետի ամբողջական տեղեկատվությանը։ Եվ դրանից հետո փորձեն արդարանալ։ Հիմա մենք կգանք այդ տեսանյութին։ Այնուամենայնիվ տեղի ունեցած արաբկիրում դուք սա դրանք եք որակում։ Ես չեմ կարող հավատալ, որ ուղիղ 2-3 ամիս է մենք շրջում ենք բոլոր մարզերով եւ քաղաքներով եւ Երևանով եւ չգիտես ինչի, մեկ օր առավոտից տարածվում է նման տեսանյութ եւ 5 տարբեր քաղաքացիներ մոտենում են Լեռնային Ղարաբաղից ընդհանրապես։ Ես այդ պատահականություններին չեմ հավատում։ Ակնհայտ երևում է այն աղջիկը, որ ընդհանրապես չգիտեր զոհերի քանակը մոտենում, ասում է 5000 զոհ տվեցիք, ինքը եկեք եւ ստեղ քարոզ չունենում։ Հետո ասում է իրան ուղարկեցին այն շտաբից, նայեք, այն շտաբից է դուրս եկել ներսուսական։ Ասենք միտումնավոր այս թեզը քաղաքական օրակարգ սարքելու ուղղված գործելավոճ է, հետո միտումնավոր օգտագործում են կանանց եւ աղջիկներին, որպեսզի հանկարծ ու հանկարծ իրախը դառնան էլի կանայք եւ երրորդը օգտագործում են նաեւ զոհված նույն կամ անհետ կորած բարեկամ ունեցող մարդկանց, որպեսզի էլի ավելի նրբազգաց լինի նյարդը, որտեղ որ օրինակ մեր աջակիցները կամ մեր կողմնակիցները կամ թեկուզ վարչապետը կարող է մի փոքր բարձր տոնայնությամբ խոսել այդ քաղաքացիների հետ։ Իսկ կներեք վարչապետի էմոցիոնալ հայտարարություններին մենք բոլորս ծանոթ ենք ու գիտենք, որ մարդը հունից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ նրան անտեղի տեղը մեղադրում են նենց բաներում, որ երբևէ տեղի չեն ունեցել, որից մեկն էլ օրինակ Արթուր Օսիպյանին ասել, որ դուք փող եք բաժանում, ձեր ուսակցությունը աջակցում էր ինչ-որ Ղարաբաղում իշխանություն վերցնելու։ Գիտեք ինչն է զարմանալին, գոռում են, ճղում են, որ իրանք պետություն են եղել, այդ պետությունը ձեռներից վերցրել են։ Հետո երկրորդում են ասում են Հայաստանի իշխանությունները Ղարաբաղում իշխանություն են բերել կամ վերցրել կամ ինչ-որ բան արել։ Եթե պետություն է, կարեք այդ ամենը պետության տեսքով։ Ու գրել նախապես գրառում, հետո գնալ հանդիպել վարչապետին, երևի լավ չեն ճանաչում, որ վարչապետի դիմաց չի կարելի կանգնել եւ բմբուլները քամելու ցանկություն ունենալ, որտեղ այդ ձեր բմբուլները օդում կծավառնեն ուղղակի դրանից։ Տիկին Մինասյան, եթե ածանցվում ենք ձեր վստահությունից, որ տեղի ունեցածը, այսինքն մի քանի գրեթե նույնանման դեպքերը եւ այլն, դրանք սադրանքներ են կամ առնվազն այդպեսին կարող են լինել, դա չի նշանակում, չէ՞ որ իշխող ուժը չի ընդունում, որ կան եւ կլինեն մարդիկ, ովքեր ունեն տարբեր հարցեր, որոնց պատասխանները դեռևս չեն ստացել։ Միանշանակ եւ ես ուզում եմ դուք դիտարկումը նաև անեք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժ չկա, որ 24 ժամ
իր քարոզչությունը իրականացնում է լայվի տակ։ Եվ ցանկացած քաղաքացի, որ մոտենում է հարցով, ընդդիմադիր հարցով, մենք նրան արձագանքում ենք շատ պատշաճ, շատ նորմալ, շատ հանգիստ տոնային։ Ոչ թե այն քաղաքացիներին, որոնց հատուկ միտումն է, որ ուղեղին տենց թեզեր տված լցրած ուղարկում են վարչապետի մոտ, այլ են քաղաքացիներ, որ իրապես ունեն հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանան։ Հարյուրավոր են եղել այդ քաղաքացիները այս քարոզարշավի ընթացքում, եւ կներեք դրանից առաջ մենք մարզեր էինք այցելում ներկուսակցական քարոզարշավի համար, այդ քարոզարշավների ընթացքում հարյուրավոր են եղել նման հարցեր։ Եվ նման մարդկանց հատ-հատ բոլոր պատասխանները տրվել է առանց որևիցե վիրավորանքի։ Իհարկե այդ մարդկանց վիրավորում վարչապետը խոսքի մեջ անընդհատ կրկնում է, որ եթե ձեր տերերը Ռոբիկն են, Սերժիկն են եւ Գագոնը, ես իրանց հետ եմ խոսում։ Ես Ղարաբաղյան կլանի հետ եմ խոսում, ոչ թե ձեր։ Քաղաքացի մեղք չունի դրանում, որ իր ուղեղը մեդիատերորի արդյունքում լվացել է եւ նա 5000 զոհասելով մանեկ է։ Տիկին Մինասյան, այդ հայտնի տեսանյութի մասով, հա, իշխանությունը իսկապես տիրապետում է իրավիճակին, որովհետև բոլորի մոտ անգամ սա այն շատ առաջ է, բայց հիմա առավել ևս բոլորը հիշում են 99 թվական, հոկտեմբերի 27-ին նախորդող շրջան։ Փոքրակները կտեսնեն Հայաստանի Հանրապետության գլխատունը ցանկը։ Ես վստահեցնում եմ։ Շատ լավ, ինչ վերաբերում է մեր ժողովուրդը փողի այլևս երբեք ու իրանք շատ լավ գիտեն իրանց հետ ինչ տեղի կունենա այն ժամանակ։ Փողի այլևս երբեք Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունը գլխատի։ Իսկ ինչ վերաբերվում է ինչի թողի, որովհետև ինքն է ընտրել, իր ձեռքից են խլում այդ ընտրությունը։ Իսկ իր ձեռքից այլևս ոչ մի բան հնարավոր չի լինելու։ Տիկին Մինասյան, շատ խոսեցինք մենք նաև այսօրվա ընթացքում այն հայտնի գաղտնի փաստաթղթերի մասին, որոնք հրապարակվեցին Հայաստանի դեմ հիբրիդային արշավների տրամաբանության մեջ եւ այլն։ Հիմնականում մեր օրվա ընթացքում մեր զրույցները, այսպես ասեմ, մասնագիտական էին, հա, հետաքրքիր է քաղաքական արձագանք դրան կա, ինչպիսին է այդ արձագանքը։ Բազմիցս ես անձամբ ձեր տաղավարում թե մասնագիտական, թե քաղաքական արձագանքներ եմ տվել հիբրիդային հարձակումներին։ Ես նորից եմ կրկնում, որ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի նմանատիպ գործելավեճի եւ ես շատ ցանկանայի, որ բոլորը տեղականային այդ մեխանիզմներից ու այդ ցանցերի տեսակներից, որ աշխատում է այսօր Հայաստանի Հանրապետության դեմ, նպատակն էլ ակնհայտորեն պարզ է, մենք լսել ենք դա շատ տարբեր մեր գործընկերների ուղիղ արտահայտչության միջոցներում եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը դա չտեսնում է։ Իսկ ինչ վերաբերում է դրան դիմակայելուն, մենք ունենք հստակ գործիքակազմ, որ փորձում ենք քաղաքացուն հետ պահել ու անընդհատ տեղեկացնել այս տերորների հետևանքների մասին։ Ինչքան աճում են տեխնոլոգիաները, այնքան ավելի շատ են լինելու տարածման մեխանիզմները, ինչքան տարածման մեխանիզմները փակեն, բլոկավորեն Եվ մեր գործընկերների, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների միջոցով, Facebook-ի, Meta-ի, Twitter-ի հետ աշխատանքի արդյունքում հարյուրավոր բոտեր եւ ցանցեր են արգելափակվել, այնքան շարունակվելու այդ ամենը աճել, որովհետեւ ահռելի գումարներ է դեպված Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզ իրականացնելու, կեղծ թեզեր տարածելու, մանիպուլացրած արհեստական բանականությամբ տեսանյութեր սարքելու, ել չասեմ նմանատիպ տեսանյութեր, որոնք որ այսօր առավոտյան մենք տեսանք, ես կարծում եմ, որ գնալով ուժ գնանալու է, բայց ես կարծում եմ նաև, որ մեր ժողովուրդը ունի այդ դիմադրողականությունը եւ շատ ամեն լավ պատկերացում է եւ տեսնում է եւ մենք բարբերաբար նաև հաղորդակցություն ենք ապահովում այդ մասով։ Բարբերաբար քաղաքացիական պայմանագրին ձեր ընդդիմադիր մրցակիցները հիմնականում, այսինքն եւ որ ասում եմ ընդդիմադիր բոլորին նկատի չունեմ, էլի, հիմա ավելի կկոնկրետանամ։ Ընդդիմադիր չենք կարող ընդդիմադիր կոնկրետ ուժեր չենք համարում, որովհետև այս պայքարը պատերազմի երագլուխ կուսակցությունների մասին է խոսքը, որոնք ամբողջապես նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությունը մատաղանելու։ Մենք պայքարում ենք Հայաստանի Հանրապետության անկախության եւ ժողովրդավարության դեմ պայքարողների դեմ։ Տեսեք, ձեզ քաղաքացիական պայմանագրին նախ շատ հաճախ քննադատում են օրինակ նույն Հայաստան դաշինքից, ուժեղ Հայաստանից, Բարգավաճ Հայաստանից եւ այլն, քննադատում են խոսույթի համար, քննադատում են
ընտրողներին քաղաքացուն վախի մթնոլորտում պահելու եւ վախերով ընտրության առաջնորդելու, բայց օրինակ արդյոք այդ շարքից է ձեր կարծիքով նույն օրինակ, չգիտեմ, Հայաստան դաշինքի հոլովակներից մեկը, հա, ենթադրում եմ տեսել եք, որտեղ իրենք ցուցադրում են, որ Մայր Հայաստանի արձանի փոխարեն Աթաթուրքի արձանն է, Ծիծեռնակաբերդի փոխարեն աշխարհի ամենամեծ մզկիթն է, հայկական անձնագրեր այլևս չկան ու նման բաներ, սրանով իրենք ասում են, որ սա է լինելու ձեր հնարավոր ընտրության պարագայում։ Գիտեք, որ նա տարօրինակը, որ 5 տարի նրանց դաս չեղավ։ 5 տարի հետո անգամ նրանք չխերվեցին, որ չի կարելի հայ հասարակությանը զուտ Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունեցած դառը պատմությունը օգտագործելով, ցավը, ողբերգությունը օգտագործելով մարդկանց վախերի վրա խաղալ։ Ասենք, ով չգիտի այսօր, որ այդ 300,000 ադրբեջանցի բերելը, այս Թուրքիայի մզկիթը, թուրքական վիլայետ դառնալը, Ադրբեջան թուրք, այլ բառամթերք, այլ ծրագիր, այլ նախագիծ այս պետության համար այս մարդիկ ունեն։ Իրանց միակ հայրենասիրությունը հակաթուրքականությունն է։ Իրանց միակ հայրենասիրական պորտկումը կարա լինի Ադրբեջանի նախագահի կամ Թուրքիայի նախագահի վերաբերյալ մի վատ բառ ասելը։ Այլ ուրիշ ոչինչ չունեն։ Ու մեր խոսույթին անդրադառնում են մարդիկ, ովքեր ընտրակաշառք են բաժանում, ովքեր ընտրողի ձայն են առնում։ Մեր խոսույթին անդրադառնում են մարդիկ, ովքեր որ չեմ մոռանան բռնաբարության հոդվածներով մի 30 տարի առաջ իր դատապարտումները չենք մոռանում, դեն շուրջ սպիտակ օձիքներ են հագել, արիստոկրատ դեմք են ընդունել, ոնց որ մենք չգիտենք, որ այդ արիստոկրատ դեմքերի ետևում, այդ մասկայի ետևում դևեր են նստած։ Մենք չենք հիշում են տարիները, որ ապրել ենք ձեր դարաշրջանում, մենք չենք հիշում դուք ինչ գործելավոճով եք մեր պետությունը կներեք, բայց պետք է այդ բառը օգտագործեմ, էլի, հերն անիծել եք բանակի տնտեսության, թալանել եք եւ վերցրել եք ողջ բիզնես կոնտինգենտը ձեր ձեռքը, հիմա եկել եք օլիգարխ լինելով հանդեպ, ուզում եք մեր խոսույթը քննադատեք, նա դուք ձեզ նայեք, հետո մեր խոսույթը քննադատեք, լավ, մենք գոնե խոսել գիտենք, դուք այդ չգիտեք։ Օլիգարխներ, տնտեսություն, բանակ, բիզնես, թալան, SN, ենթադրաբար նաև այդ գումարներն են հիմա ծառայեցնում ըստ իշխանության նաև հանրությանը մեդիա տերորի ենթարկելու համար, ով որտեղ են պատասխանատուները։ Ոչ միայն այդ գումարներն են օգտագործում, այս հարցին մի անգամ էլ են պատասխանել, շատ կարևոր հարցի պատասխան է նաև այն ապօրինի գույքը, որ մենք վերադարձնում ենք։ Ես կուզեի օրինակ ձեր տաղավարում նստած ուժեղ Հայաստանի ներկայացուցիչին մի հատ հարցնել, էլի վերադարձնելու եք այդ թալանը, վերադարձնելու եք, ինչ որ բերել տարել են այս երկրից, շարունակելու եք ապօրինի գույքի բռնականացման օրենքի կիրարկումը։ Շատ հետաքրքիր է նրանց պատասխանը, կամ ձեր այդ ԲՀԿ-ին օրինակ հարցնեիք, վերելու եք, ձեր թալանածը հետ վերելու եք, այդ մարդիկ կվայցում են հենց դրա համար, որտեղ հասել ենք իրանց տներին, որտեղ $730 միլիոն Հայաստանի Հանրապետությունը հետ է վերադարձրել, չասեմ անշարժ եւ շարժական գույքեր։ Եվ մանր գալիս ենք նրան, որ նրանց գումարներն են հետ գալիս։ Իսկ երկրորդ մասով մեկին թալանցը հետ ես բերում, մեկին տեսնում ես մի երկրում ծվարած մյուսն է հայտ գալու։ Նրա կապիտալը Հայաստանում չի։ Նրա կապիտալը Ռուսաստանում է, նա կախվածությունը Ռուսաստանում է։ Եկավ Հայաստան, որոշեց դառնա քաղաքական գործի։ Ինչ պետք է անեին։ Հիմա կասեմ ինչ պետք է անի, նախ այստեղ փոքրիկ դիտարկում, ԲՀԿ-ն մերը չէ, որևէ մեկը մերը չէ։ Եվ ինչ վերաբերում է որ կանք մեկ վերտակավ։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, հա, այսօր մեր զրույցի ժամանակ իրենք պնդում էին անում, որ իրենց առաքելությունից մեկը Փաշինյանական անձնիշխանությանը վերջ տալն է եւ վերջ տալը այն իրավիճակին, որ օրինակ նույն հարաբերական խաղաղության իրավիճակը կամ խաղաղությունը պայմանավորված լինի զուտ Նիկոլ Փաշինյանով։ Սա մեզ չկա ճշմարտություն։ Այս մարդիկ այնքան են քաղաքականությունից հեռու, որ մինչև հիմա TRIP պրոյեկտը եւ խաղաղության պայմանագիր պրոյեկտը իրարից չեն տարբերվում։ Այս մարդիկ խաղաղության երաշխավոր են ուզում բերել այլ երկրների, այն դեպքում, երբ որ ասում են խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների վկայությամբ, ասում է
Թրիփը որպեսի գործարկվի, գնացել է մեղրու ճանապարհի վրա կանգնել, վիճա նկարում ասում որպեսի թրիփը ճիշտ գործարկվի, մեզ պետք է խաղաղության պայմանագրին վերել երաշխավոր։ Թրիփը ինչ կապ ունի խաղաղության պայմանագրի, թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է, երկու պետություն իրար հետ պայմանագիր են կնքելու, որպեսզի այդ պրոյեկտը իրականացնեն, ներդրումային պրոյեկտ։ Ինչ կապ ունի այդտեղ երրորդ պետությունը, որ ուզում ես բերես խցկես, թե քեզ ինչ ասել են, պրոստը կրկնում ես առանց հասկանալու ինչ ես խոսում։ Եվ ձեր այդ ներկայացուցիչները, որ ասում են երաշխավորված պետք է ոչ թե մեկ անձից կախված լինի, պետք է նրանց հաց տալ։ Դուք սուսուփուս նստած էիք, բան չէիք ասում խաղաղության վերաբերյալ, ասում էիք ոնց կա տենց էլ մնալու է։ Մենք եկել ենք ասում ենք դուք պատերազմի կուսակցություն եք։ Ախր մի քիչ տրամաբանություն ունենաք, էլի երեքդ էլ նույն բառերով, նույն տեքստն եք կրկնում անընդհատ։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, երեքն էլ օրնի բուն մենակ մի բառակապակցություն են ասում։ Այս խաղաղությանը պետք է երաշխավորել, գիտենք ում են ուզում։ Շատ պարզ ում են ուզում երաշխավոր բերել, ոչ թե երաշխավոր են ուզում բերել, այլ տորպեդահարել են ուզում խաղաղության պայմանագիրը, որպեսզի հավերժ կախվածություն ունենանք մենք, որպեսզի հավերժ կոնֆլիկտի մեջ մնացած լինենք մենք։ Մեր ազգը չպետք է ուրախանա, մեր ազգը պետք է չզարգանա, չաճի, մտածի ոչ միայն անվտանգության մասին, այլ նաև այլ խնդիրների մասին, բարեկեցության զարգացման մասին պետք է մտածի։ Այսօր դիմել են, ասում են, բան արեք, հանեք վինու փառատոնի օրերը 5-ից 7-ն է հունիսի, քաղաքացիները կարող է տեղամաս չգնան։ Թե այս մարդիկ ուղղակի ատելություն ունեն, երբ որ մեր ժողովուրդը ուրախանում է, ատելություն ունեն դրա նկատմամբ։ Տիկին Մինասյան, Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին հետևեցիք, Սևանում հայտարարեց, որ Փաշինյանը Սևանը խոստացել է հանձնել Ադրբեջանին, տարբեր տեղանունների մասին, անունները փոխելու մասին էր նաև խոսում։ Ինչու եմ ես սա ասում, հիմա կարելի է սան ցանկացած բան ասել, էլի, բայց սա շարքային հայտարարություն չի, սրանք վտանգավոր խոսույթներ են, կամ այդպիսի եթե բան կա, ուրեմն պետք է, չգիտեմ, արձագանք այլ լինի, եթե չկա գուցե պետք է այլ լինի։ Այսօր նաև մի քանի հոգիներ գործընկերներ հայտարարություն արել են, ես էլ եմ անում այդ հայտարարությունը։ Ստախոս եք, սուտ եք խոսում, սուտ ասանեք։ Կարամ ինչ ավելի կոպիտ ասեմ, որպեսզի կարժեմ նրանց գոնե այն ոնց են ասում, տղայական թասիբը իրանց մտածելակերպի, էլի։ Սուտ եք։ Դե կարաք գնացեք դատի տվեք։ Սուտ եք ասում։ Եվ հերթական անգամ երկու նարատիվ են դրել, մեթոդիկայում երկու բան է գրած եղել։ Մեկը հակը վախացնեք ադրբեջանցիներով, թուրքացմամբ եւ վիլայեթացմամբ, երկրորդ նարատիվը երաշխավոր կուզեք։ Այդ երկու նարատիվով գնացեք 3 ուժերը տել, մենք ձեր մեջքին կանգնենք։ Այս ժողովուրդը դեբիլ չի, այս ժողովուրդը վաղուց չի լսում այդ հորինվածքները։ Ինչ 300,000 ադրբեջանցի, ինչ Տևան, ինչ Խոստանալեսին ում այդ կարող է դուք եք Ադրբեջանի դեսպանները եկել եք, թե սա որ ադրբեջանցի խոսում։ Մեր ներքաղաքական քարոզարշավն է, ուրիշ բան ու գործ չունեն, սա որ խոսում են Ադրբեջան կամ Թուրքիա։ Ինչ կարող եմ ասել, ձեզ հաջողություն ու միջալոց մեկ հուշում եւս, շարունակեք նման գործելավերով, 3 էլ քաղաքական աղբանություն եք հայտնել։ Դա երաշխավորված է։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորության թեկնածու Լիլի Մինասյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։